խավարել է Եվրոպայի մի մասը։ Հոսանքազրկումների պատճառով Իսպանիայում եւ Պորտուգալիայում չեղարկվել են թռիչքներ, չի աշխատում հանրային տրանսպորտը, կանգնել են վերելակներ, սուպերմարկետների դիմաց հերթեր են։ Լուսացույցները չեն աշխատում, գազալցակայանները չեն աշխատում, ես տագնապած եմ, չեմ կարողանում լիցքավորել մեքենաս։ Քաոս է։ Իսպանական եւ պորտուգալական քաղաքներում մարդիկ կան, որ դեռ արգելափակված են մնում վերելակներում, ինտերնետ չկա, բանկոմատները չեն աշխատում։ Բարսելոնայի փողոցներում մարդիկ մնացել են անօգնական, բանկային քարտով, բայց առանց գումարի։ Սպասում ենք, թե ինչ կլինի, միայն կանխիկով կարող ենք վճարել, ուրիշ ոչինչ չի աշխատում։ Ֆիքսված գնով փորձել ենք վաճառել այն, ինչ կարող ենք։ Մենք չենք կարող ապրանքներ կշռել, լույս չկա։ Իսպանիայի կառավարությունը շտապ ազգային անվտանգության խորհրդին նիստ է հրավիրել։ Երկրում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառով ներքին գործերի նախարարությունը հայտարարել է արտակարգ դրություն։ 30,000 ոստիկան տեղակայվել է երկրի տարբեր հատվածներում կարգուկանոն պահելու համար։ Լիսաբոնի օդանավակայանում էլ հիասթափված ուղևորների մի մասը գետնին է քնում։ Չենք կարող գնալ բանկոմատ, բախտներս բերել է, որ մի քիչ կանխիկ գումար ունենք, բայց հիմա չգիտենք մնանք օդանավակայանում, թե տաքսու համար վճարենք ու փորձենք մի տեղ գտնել գիշերվա համար, չենք էլ կարող բաց թողնել մեր թռիչքը, սարսափելի է։ Վթարի պատճառները դեռ անհայտ են, իշխանությունները եւ էներգետիկ ընկերությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները։ Կա մի քանի վարկած անոմալ տատանումներ, մալուխների բարձր լարում, կիբերհարձակում, որը սակայն հերքել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն։ Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել նաեւ Ֆրանսիայում եւ Բելգիայում։ Եվրոպայում նման մասշտաբի հոսանքազրկումներ շատ հազվադեպ են լինում։ Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերան խափանումն անվանում է վերջին ժամանակներում Եվրոպայի ամենալուրջ միջադեպը։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։